Impeachment-ի հարցը խնդրում եմ համառոտ, հա։ Ես կարծում եմ, որ այնքան անլուրջ խնդիր է սա, որ ես սրան անդրադառնալը լուրջ մի քիչ անհարմար եմ զգում, որովհետև սա պարզ մանիպուլյացիա է, որտեղ մենք բոլորս էլ հասկանում ենք, որ impeachment-ը կյանքի կարակոչում է այն դեպքում, եթե փողոցում լինի 50-60 հազար մարդ, եթե ուժային կառույցները քոնը լինեն, 98 թվականին կատարվեց impeachment, ինչի, որտեղ 98 թվականին բոլոր ուժային կառույցները Վազգեն Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը մի տեղում էին, որովհետև այն ժամանակ նախագահան հանրային աջակցություն չուներ հասարակության մեջ, impeachment-ը կայացավ։ Հիմա այսօրվա դրությամբ ուժային կառույցները քո ձեռքում չեն։ Այսօրվա դրությամբ դու չունես 50,000 մարդ։ Այսօրվա դրությամբ impeachment-ը գնալուց դու պարտվելու ես։ Պարտվելու ես հետո հասարակությունը մեկ անգամ եւս ցույց տեսնելու է անդիմության պարտությունը։ Ումա դա շահավետ։ Շահավետը բնականաբար իշխանությանը։ Ով է անում դա։ Ենթադրում եմ, որ հետևությունը դուք կարող եք անել, ուրիշ բան չեմ կարող ասել։ Չէ, ամեն ինչի հետևությունը ես չեմ impeachment-ը կներեք, impeachment-ը նա հարցամ, քանի ամերսունակ կա Հայաստանում, որ կհավատա, որ 20 հատ ՔՊԱ-կան կգնա impeachment կստորագրի։ Կարեք ցույց տվեք մեկն էլ չի ստորագրել։ Մի հատ ամերսունակ ասեք, չի որ կարող հավատա դրան։ Բա ինչի մասն է։ Չի ստորագրել, Այսինքն մենք ուզում ենք, մենք չենք ուզում impeachment, բայց պարզապես բանը դա դատից աղելի է դրա մասին խոսել։ Դրա համար եմ ասում ես, իմաստ չունի, նույնիսկ եմ ասում ման եկեք այդ թե ով է սա բանանում Հայաստանի քաղաքական դաշտի ներսում, իշխանության մեջ եւ Հայաստանից դուրս շրջանակներ կան, որոնց մտահոգում է 26 թվականի այսօրվա իշխանության հերացումը, մտահոգում է իրավիճակը, դրա համար իրանք ուզում են ամեն ավելի լավ լուրն է, միջև 26 թիվ չի հասնելու։ Մոսկվա ես հայցին ինչքան է լացի Նիկոլիչի օգնելու։ Շատ մեղքեր ունի, բայց այսօրվա ընդդիմությունը անկախ իր մեղքերից ինքը տասնապատիկ ավելի ազնիվ ընդդիմություն է, քան այսօրվա իշխանությունը։ Իր բոլոր հիմա այս ընդդիմությանը փորձել փչացնել, ասենց ասեմ քեզ այս իմաստով հավասար դաշտի մեջ դնել ասենք իշխանությանն հետ, կներեք ես չեմ ուզում բրութալ կանոններ իրար կողմ դնել, ես 3 բնութագրել եմ։ Դրա համար անիմաստ է դրա մասին խոսել է, էլի։ Շնորհակալություն, մնացեք մեզ հետ, այսօր մեծ անական կալ ունեմ, երկար բացակայությունից հետո մեր շատ սիրելի Խաչիկ Մանուկյանը մեր կողքին է, քիչ հետո, չէ, Խաչիկ կլինենք ուղիղ եթերում, շնորհակալ եմ։